Ուսուցիչ, որը նաև առաջնորդ է ու կրթության կազմակերպիչ ու լավ գիտի համայնքի խնդիրները, Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ու Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամի համագործակցությամբ անցկացվեց ուսուցչական առաջնորդություն և կրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի 3-րդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Մագիստրոսական ծրագիրը մեզ սովորեցրեց մի բան, որը ոչ մի դասագիր չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Կրթությունը թվերի, գնահատականների, ծրագրերի մասին չէ։ Կրթությունը մարդկանց մասին է։ Նման խոստումնալից ծրագիր նախաձեռնելու համար անհրաժեշտ են հուսալի գործընկերներ, ինչպիսին եղավ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամը, նշում է մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը։ Մենք ունենք ուսուցչական կադրերի մեծ պակաս, եւ մեր այս նպատակը հենց դա է, որ մասնավորապես հեռավոր մարզերի եւ սահմանամետ շրջանների գյուղերի դպրոցների համար պատրաստել ուսուցիչներ։ Անկախ իրենց գյուղաբնակ թե քաղաքաբնակ լինելու հանգամանքից, բոլոր երեխաները ունեն նույն իրավունքները եւ սա հավասարության սկզբունքն է։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև կանգնած լուրջ մարտահրավերների, այն արդեն տվել է շոշափելի արդյունք։ 24 ուսանող եւ 70 շրջանավարտ, որոնց 90%-ը շարունակում է աշխատել կրթության ոլորտում։ Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերն ու Երևանը, տարածվելով շուրջ 8000 աշակերտի վրա, նշում է ծրագրի համակարգող Աննա Խաչյանը։ Եվ բացի այդ մենք մեր համագործակցության շրջանակն ենք լայնացնում եւ այս տարի համագործակցություն ենք ձեռք բերել Դասավանդիր հանուն Հայաստանի եւ Լիտվայի Վիտալտաս Մագնուս համալսարանի հետ, որի շրջանակում պատրաստում ենք ել ավելի ուժեղացնել այս ծրագրի հետազոտական ակադեմիական հենքը։ Ծրագիրն ուղղված է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների զարգացման տարբերություններին եւ ուսուցչական ռեսուրսների պակասին։ Չնայած հասարակության մեջ առկա անտարբերության մասին խոսակցություններին, կրթական այս նախաձեռնությունը հակառակն է ապացուցում։ Երիտասարդները պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, նշում է Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը։ Թե մեր ուսուցիչ առաջնորդների հավաքագրման առումով եւ թե մեր մագիստրատուրայի ծրագրի դիմորդների առումով ամեն տարի տեսնում ենք աճ հետաքրքրության երիտասարդների կողմից ուսուցչական մասնագիտության մեջ ներգրավվելու եւ հենց գյուղական համայնքներում դասավանդելու ուղղությամբ։ Կրթության ոլորտի խնդիրների լուծման նպատակով ծրագիրը միավորում է երիտասարդ մասնագետներին, նպաստելով համակարգային փոփոխություններին։ Նախաձեռնության հաջողությունն ու զարգացման հեռանկարը ապահովում են բարերարները, նպատակ ունենալով երիտասարդ սերնդի համար ստեղծել գիտելիք ստանալու լավագույն պայմանները։ Շատ հպարտ եմ։ Գիտեմ, որ մեր ապագան են ավարտողները եւ հույս ունեմ, որ իրենց կյանքի մեջ կհիշեն, որ բարերարներ են եղել, որ իրանց օգնել են հասնելու այսօրվան եւ իրանք էլ ինչքան կարող են կօգնեն ուրիշներին, որ նույն երազանքները ստացվի։ Մենք Sterling հիմնադրամում իսկապես հավատացած ենք, որ կրթությունն այն ուղին է, որը փոխում է ապագան ոչ միայն անհատների, այլև համայնքի։ Մեզ համար պատիվ էր լինել այստեղ։ Սպասում ենք այն փոփոխություններին, որոնք դուք կբերեք Հայաստանին եւ այն յուրաքանչյուր գյուղին, որտեղ այսօր ծառայում եք։ Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության եւ համայնքային զարգացման գաղափարների վրա, նպատակ ունի ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ձևավորել այն ստեղծելու կարողություն։ Միջոցառման մասնակից մասնագետները շեշտում են, ժամանակակից կրթությունը համատեղ ստեղծելու գործընթաց է, որտեղ սովորող են բոլորը՝ եւ ուսուցիչը, եւ ուսանողը։ Ավագ սերնդի ուսուցիչները երիտասարդ գործընկերներին, որ դեռ 3 իրենց ուսանողներն էին, կոչ արեցին պատվով շարունակել ուսուցչի առաքելությունը, նպաստելով ավելի արդար ու արդյունավետ կրթական համակարգի ձևավորմանը։